Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ երկրի բարձրագույն ղեկավարությունը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Այնուհետև նրանք այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ, որտեղ բացվել է փաստագրելով հանցագործությունը հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, նվիրված Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցին։ Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, որոնք զոհ գնացին 1915 թվականից ահագնացած կոտորածներին եւ զանգվածային տեղահանություններին, ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները խոր հետք են թողել յուրաքանչյուր հայի հոգու եւ գիտակցության մեջ։ Հայաստանի շատ քաղաքացիների համար ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլև ընտանեկան անձնական ողբերգություն է, նշել է վարչապետը։ Այս ողբերգությունը վերապրելը վերջին ավելի քան մեկ տարյա մեր ազգային օրակարգի առանցքային հարցերից է, անկախ նրանից, թե որքանով է ձևակերպված եղել որպես այդպիսին։ Այդ օրակարգի շուրջ կառավարության եւ անձամբ իմ մտորումներն ու մտածումները հանգում են հետեւյալին. զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը մեր ժողովրդի բոլոր զոհողություններին եւ զոհերին մեր հավատարմության առհավատչան։ Պետություն եւ պետական շահեր, Հայաստանի Հանրապետություն, միջազգայինորեն ճանաչված տարածքով հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ եւ պաշտպանված քաղաքացի։ Ահա թե ինչը, ովքեր եւ ինչպես պետք է վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը եւ ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը, ընդգծել է վարչապետը։ Մենք գնում ենք այս ճանապարհով, որովհետև այսպես ենք վերծանում այն ուղերձը, որ մեզ հղում է պատմությունը, այսպես ենք վերծանում ձեզնից յուրաքանչյուրի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սրտի տրոփյունը, որ չի հեռարձակվում ոչ մի հեռուստատեսությամբ, չի արտահայտվում ոչ մի սոցիալական ցանցում, բայց լսելի է ձեր քվեով Հայաստանի Հանրապետությունում ձևավորված կառավարող մեծամասնությանը, լսելի է անձամբ ինձ։ Այս ճանապարհով գնալը լավատեսության կամ հոռետեսության հարց չէ, այլ առաքելության, ապահովելու Հայաստանի Հանրապետության մեր հայրենիք պետության հարատևությունը եւ անցնելով դաժան փորձությունների ու ողբերգությունների միջով մենք վաստակել ենք այդ հնարավորությունը եւ այդ հնարավորությունը բաց պիտի չթողնվի։ Ու համոզված եմ, մենք ժողովուրդն ու նրա ընտրած կառավարող թիմը բաց չենք թողնի այս հնարավորությունը հանուն մեր նահատակների եւ հանուն մեր սերունդների։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը, եզրափակել է վարչապետ Փաշինյանը։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։